հարցը։ Հիմնական զեկուցող ազգային ժողովի պատգամավոր Արուսակ Ջուլհակյան, համեցեք Տիկին Ջուլհակյան։ Շնորհակալ եմ։ Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, թույլ տվեք ձեր քննարկմանը ներկայացնել ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում կատարվող փոփոխությունները եւ լրացումների մասին։ Նախագիծը, որ ըստ էության առնչվում է դիտորդական առաքելությունների քաղաքական չեզոքության արդեն գործող կանոնի հստակեցմանը եւ համապատասխան մեխանիզմների հստակեցմանը։ Դիտորդական առաքելությունները ընտրական գործընթացում ներգրավում են որպես հանրային վերահսկողություն իրականացնող սուբյեկտներ, որոնց հիմնական առաքելությունն է ընտրական գործընթացի անկախ, օբյեկտիվ եւ անաչառ գնահատումը։ Նրանց հիմնական նպատակն է նպաստել ընտրությունների օրինականության եւ վստահելիության ապահովմանը։ Այդ նպատակի իրագործումը հնարավոր է միայն այն պայմաններում, երբ դիտորդական առաքելությունները եւ դիտորդները գործում են քաղաքականապես չեզոք եւ անաչառ։ Այդ առաքելության իրականացումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ դիտորդները պահպանում են քաղաքական չեզոքություն եւ զերծ են մնում ցանկացած գործողությունից կամ հայտարարությունից, որը կարող է ընկալվել որպես աջակցություն կամ ընդդիմություն որևէ քաղաքական ուժի, թեկնածուի կամ քաղաքական դիրքորոշման նկատմամբ։ Դիտորդների քաղաքական չեզոքությունը հանդիսանում է ընտրությունների նկատմամբ վստահության, թափանցիկության եւ օրինականության ապահովման հիմնարար նախապայման։ Դրա վերաբերյալ նաեւ միջազգային բազմաթիվ չափանիշներ կան արձանագրված միջազգային մի շարք կազմակերպությունների կողմից։ Մասնավորապես ԵՀԿ ԺՄԻԳ-ը ընտրությունների դիտարկման իր ձեռնարկում ասում է, որ դիտորդական առաքելությունները պարտավոր են գործել անկախ եւ անաչառ, զերծ մնալ քաղաքական գնահատականներից ընտրական գործընթացի ընթացքում, չմիջամտել ընտրությունների կազմակերպմանը կամ քաղաքական մրցակցությանը։ ԵՀԿ ԺՄԻԳ դիտորդական մեթոդաբանությունը հստակ նշում է, որ դիտորդների ցանկացած քաղաքական կողմնակալություն խաթարում է դիտորդության վստահելիությունը եւ հակասում է նրանց մանդատին։ Դիտորդական առաքելության մանդատը չի ներառում քաղաքական գնահատականների հրապարակային արտահայտում ընտրական գործընթացի ընթացքում։ Ժողովրդավարություն իրավունքի միջոցով Եվրոպական հանձնաժողովը, նույն ինքը Վենետիկի հանձնաժողովը, իր ընտրական հարցերում լավագույն փորձի կանոնագրքում ամրագրել է հետևյալը. ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վերահսկողությունը պետք է իրականացվի անկախ եւ չեզոք սուբյեկտների կողմից։ Դիտորդական կառույցները պետք է գործեն այնպես, որ չազդեն ընտրությունների արդյունքների կամ քաղաքական մրցակցության վրա։ Դիտորդները չպետք է հանդես գան որպես քաղաքական դերակատարներ եւ պարտավոր են խուսափել ցանկացած վարքագծից, որը կարող է ազդել ընտրողների կամ ընտրական մարմինների վրա։ Դիտորդների քաղաքական չեզոքությունը դիտվում է որպես ազատ եւ արդար ընտրությունների ինստիտուցիոնալ երաշխիք։ ՄԱԿ-ի միջազգային ընտրական դիտորդական առաքելության սկզբունքների հռչակագրի համաձայն դիտորդական առաքելությունները պարտավոր են պահպանել անկախություն, անաչառություն, քաղաքական չեզոքություն։ Դիտորդները պարտավոր են չմիջամտել ընտրական գործընթացին եւ չարտահայտել քաղաքական աջակցություն կամ ընդդիմություն։ Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմը անդրադառնում է ընտրությունների ոլորտում անդրադառնում է քաղաքական առումով կողմնակալ կամ կեղծ դիտորդությանը եւ ասում է, որ քաղաքական առումով կողմնակալ կամ կեղծ դիտորդությունը համարվում ընտրությունների դիտարկումն այնպիսի խմբերի եւ անձանց կողմից, որոնք անկախ չեն, հետապնդում են քաղաքական նպատակ եւ շահագրգիռ են կոնկրետ արդյունքներով։ Կողմնակալ կամ կեղծ դիտորդությունը ըստ էության քաղաքական գործունեության ձև է, որն ուղղված է քաղաքական գործիչների եւ քաղաքական ուժերի շահերն առաջ մղելուն, ընտրական գործընթացների ընթացքում վստահելի դիտորդության իմիտացիայի միջոցով։ Ի տարբերություն անկախ եւ անկողմնակալ դիտորդների, կեղծ դիտորդական խմբերը ցուցաբերում են նվազ թափանցիկություն, անտեսում են միջազգային չափանիշները։ Դրանք հաճախ չունեն ընտրությունների դիտարկման կուռ մեթոդաբանություն, չեն հրապարակում դիտորդական զեկույցներ կամ տրամադրում են ձևական եւ կողմնակալ զեկույցներ։ Կեղծ դիտորդները կենտրոնանում են ոչ ժողովրդավար ռեժիմների համար կեղծ լեգիտիմություն ստեղծելու վրա, խաթարելով արդար եւ ժողովրդավարական ընտրությունների ապահովման ջանքերը, նրանց նպատակն է կամ լեգիտիմացնել թերի ընտրությունները կամ ընդհակառակը նսեմացնել ազատ ընտրությունները, խաթարել ընտրական հաստատությունների եւ ժողովրդավարական ընտրությունների հեղինակությունը։ Այսպիսի դիտորդական առաքելությունները փորձում են չեզոքացնել վստահելի կազմակերպությունների եւ անկախ դիտորդների կարծիքները։ Հարգելի գործընկերներ, պետք է ասեմ, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, մասնավորապես ընտրական օրենսգիրքը նույնպես սահմանում է, որ դիտորդը պետք է լինի անկողմնակալ եւ չեզոք, իսկ դիտորդական առաքելությունները չպետք է աջակցեն
քաղաքական կուսակցություններին, ընտրությունների մասնակցող կուսակցություններին։ Սակայն մեր ընտրական օրենսդրությունը միաժամանակ բավարար մեխանիզմներ չի սահմանում առայն թե ինչ է տեղի ունենում, երբ այս կանոնը խախտվում է, հետևաբար այս նախագծի հիմնական նպատակը հենց այդ մեխանիզմների սահմանումն է, այսինքն արդեն գործող կանոնի հստակեցումը եւ արդեն արկա մեխանիզմների ընդլայնումը, որպեսզի այս կանոնները կարողանան դառնալ իրապես գործուն։ Քանի որ ժամանակս ավարտվեց, մանրամասն չեմ կարող այլևս ներկայացնել, ես կխնդրեմ դուք ինձ հարցեր տաք, որ ես կարողանամ նաեւ նախագծի առանձին կարգավորումները մի փոքր մանրամասն ներկայացնել մեր հանրությանը։ Շնորհակալություն։ Հարցերի համար հերթագրում։ Սոնա Ղազարյան, համեցեք։ Ինչ Ջուլհակյան, շատ կարևոր նախագիծ է, շնորհակալ եմ այն մանրամասն ներկայացնելու համար։ Ես կցանկանայի, որպեսզի դուք մանրամասնեք գործնականում, ինչպես է դրսևորվելու օրենքի կիրարկումը։ Այսինքն հենց առաջին փուլից, երբ որ դիտորդական առաքելությունը կձևավորվի, դիմելիս որ մարմինն է քննելու իր քաղաքականացված լինելը եւ ինչպես է մերժվելու այդ դիմումը, եթե օրենքը կամ ուրեմն ընտրական օրենսգիրքը դա էլ է կարգավորում։ Շնորհակալություն Տիկին Ղազարյան հարցի համար։ Առհասարակ ընտրական գործընթացներում որոշում կայացնող մարմինը կենտրոնական ընտրական հանձնաժողովն է եւ այս դեպքում նույնպես դիտորդական առաքելությունների հավատարմագրման, այդ հավատարմագրումը ուժը գործած ճանաչելու հետ կապված պատասխանատու անձը ըստ էության կենտրոնական ընտրական հանձնաժողովն է։ Ինչպես արդեն նշեցի, գործող կարգավորումներով դիտորդական առաքելություն կարող են իրականացնել այն կազմակերպությունները, Հայաստանի Հանրապետությունում գրանցված այն կազմակերպությունները, որոնց որևէ ներկայացուցիչ չի մասնակցում տվյալ ընտրություններին, բացի այն ՀԿ-ներին ստանդարտ վերաբերելի հարցերին, տեխնացուի կարգավիճակով եւ որոնք չեն աջակցում տեխնացուներին կամ ընտրություններին մասնակցող կուսակցություններին։ Եթե նկատում եք, այստեղ բացառապես աջակցության մասին է խոսք գնում, որը բավականին անորոշ ձևակերպում է, բայց միաժամանակ խոսք չի գնում այն մասին, որ եթե չեն աջակցում, բայց ընդդիմություն է, քաղաքական ընդդիմություն է դիտորդը, այդ դեպքում ինչ է տեղի ունենում։ Հիմա այս նախագիծը ըստ էության կոնկրետ նախ ներկայացնում է այն արձագանքեք, որ կարողանամ շարունակել։ Տիկին Ջուլհակյան, շարունակեք։ Շնորհակալություն, նախագծով սահմանվում է, թե որ կազմակերպությունը կարող է դիմել եւ ես հիմա ասեմ, թե նոր ձևակերպումը ինչ տեսք ունի։ Այստեղ մենք հստակեցրել ենք, որ կուսակցություններին քարոզչություն, ընտրություններին մասնակցող կուսակցություններին քարոզչություն կամ հակաքարոզչություն անող կազմակերպությունը հավատարմագրում կարող է չստանալ կամ նույնիսկ եթե ստացել է եւ հետո է հայտ եկել, որ ինքը քարոզչություն կամ հակաքարոզչություն է անում, այդ դեպքում կենտրոնական ընտրական հանձնաժողովը իրավունք ունի վարույթ հարուցել եւ այդ վարույթի արդյունքներով ուժը կորցրած ճանաչել հավատարմագրումը։ Այստեղ նաեւ մի կարևոր բաղադրիչ ենք մենք ներմուծում, որ դիտորդական կազմակերպությունները նաեւ պետք է կարողանան ցույց դնել, որ իրենք բարեվարք են եւ նպատակ ունենալով ընտրությունների թափանցիկությունը դիտարկել, նաև իրենք են թափանցիկ եւ հաշվետվողական մեր քաղաքացիների առաջ, եւ այս հավատարմագրման դիմումը ներկայացնելիս իրենք նաև հաշվի առնում արդյոք իրենց տարեկան հաշվետվությունը, որ օրենքով արդեն իսկ գործող նախատեսված պահանջ է ներկայացել են թե ոչ, եւ թե արդյոք իրենք բացահայտում են իրենց դիտորդական առաքելության ֆինանսավորման աղբյուրները։ Շնորհակալություն Տիկին Ջուլհակյան, կազմակերպության մասով հասկացանք, իսկ ինչ կարող ենք ասել այդ կազմակերպության անդամ որևէ անհատի մասին, ասենք դիտորդական կազմակերպության անդամ է եւ ունի քաղաքական հայացքներ, ինչպես բոլորը կամ շատերը, եւ ենթադրենք ընտրություններից 6 ամիս առաջ Facebook-ում գրառում է արել ի օգուտ որևէ քաղաքական ուժի կամ դեմ որևէ քաղաքական ուժի։ Ոնց ենք մենք այդ իրավիճակում ինչպիսի լուծում կարող է լինել, կամ ընդհանրապես դա պիտի դառնա քննարկման առարկա, որ ահա այդ դիտորդը կոնկրետ, ոչ թե կազմակերպությունը իր անունից, իր Facebook-յան էջով մի քաղաքական հայտարարություն է արել։ Սա խնդիր կլինի իր համար կամ իր կազմակերպության, թե չէ։
Շնորհակալ եմ հարցի համար, պարոն Եղոյան, կարևոր հարց է, ոչ, այս գործող կարգավորումների տրամաբանությունը հետ գնալ չի ենթադրում, այսինքն այն պայից սկսած, երբ հավատարմագրվեց կազմակերպությունը եւ կոնկրետ դիտորդը, որովհետեւ նորից եմ պարոն Բագրատյանի հարցինի պատասխան ասում էի, որ մեր օրենսդրությունը հնարավորություն է տալիս միջև ընտրություններից 3 օր առաջ հավատարմագրել դիտորդների, այն պայից սկսած, երբ դիտորդը հավատարմագրվում է, այդ պայից սկսած իր վրա սկսում են գործել այդ չեզոքության, քաղաքական չեզոքության եւ անկողմնակալության կանոնները, ընդ որում այս հստակեցումը կարևոր է նաեւ նրանով, որ գործող կարգավորումները ԿՀ-ին հնարավորություն չեն տալիս այն դեպքում, երբ որ ամբողջ դիտորդական առաքելությունից միայն մեկ դիտորդ կամ երկու դիտորդ է այդ կողմնակալության կանոնը խախտում, միայն այդ դիտորդին կամ միայն այդ դիտորդին նկատմամբ սանկցիա կիրառել, այլ ընդհանուր ասում է կարող ես, ընդ որում այդ կարգավորումները լղոզված ընդհանուր ամբողջ դիտորդական առաքելության, բայց նորից եմ ասում հստակ չի նաև այդ կարգավորումը։ Մեր առաջարկած կարգավորումը նաև հստակ մեխանիզմ է տալիս ԿՀ-ին միայն առանձին դիտորդին, որը կանոնը խախտել է, միայն իր մասով ուժը կորցրած ճանաչել հավատարմագրումը։ Շատ լավ, շատ կարևոր է այդ հստակեցումը, իսկ առանձին դիտորդների դեպքում հիմա ենթադրենք ունեն 100 դիտորդ, որն է խախտումների են թիվը, ասում եք առանձին դիտորդի խախտման հետևանքով կազմակերպությունը չի կարող զրկվել դիտորդական առաքելության իրավունքից, իսկ քանի հոգի պիտի, եթե 100-ից 30 հոգին օրինակ ակնհայտ քարոզչությամբ սկսեց զբաղվել, կարող է թե չի կարող, կամ որն է թիվը։ Շնորհակալ եմ հարցի համար, դա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գնահատման տիրույթում է, համենայն դեպս ես կարծում եմ, որ այդ խիստ կանոնը ամբողջ դիտորդական առաքելության հավատարմագրումը ուժը կորցրած ճանաչելու կանոնը կարող է կիրառվել բացառապես շատ խիստ դեպքերում, երբ օրինակ մեծամասնությունը դիտորդների այդ կողմնակալության պահանջը խախտում է, կամ հենց դիտորդական առաքելությունը կամ այդ կազմակերպությունը իր անվամբ խախտում է։ Մենք այդպիսի դեպքեր ունեցել ենք, այսինքն ունեցել ենք գործող այս պահին գործող կարգավորումները չեն ազդել, կարելի է ասել, դրանց վրա։ Շնորհակալություն Էրդուարդ Աղաջանյան, հաջորդ հարցի համար համեցեք։ Շնորհակալ եմ տիկին Ջուլհակյան նախագիծը ներկայացնելու համար։ Իմ հարցը հետևյալն է, ենթադրվում է, որ ըստ նախագծի ընդունման կարիքը առաջացել է ինչ-որ կոնկրետ գործնական ինչ-որ դեպքից կամ դեպքերից, եթե այդպես է, կխնդրեմ ներկայացնեք ինչի մասին է խոսքը, եւ դուք ասացիք, որ օրենքը Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրքը սահմանում է որոշակի անդրադառնում է այս հարցին որոշակիորեն, բայց կոնկրետ մեխանիզմների հարցով ամենևին ամբողջական չէ եւ այս նախագիծը գալիս է այդ մեխանիզմները ըստեյության տեղը գցելու համար։ Ես կուզեմ, որպեսզի մնացած ժամանակը, որ դուք ունեք, հնարավորինս ծավալվեք հենց այս թեմայի վերաբերյալ։ Շնորհակալ եմ պարոն Աղաջյան, իհարկե այս կարգավորման անհրաժեշտությունը առաջացել է պրակտիկ դաշտում արձանագրված խնդիրներից, մասնավորապես առաջին անգամ այս խնդիրը բարձրաձայնել է ականատես դիտորդական առաքելությունը նախորդ տարվա Գյումրու ընտրությունների ժամանակ եւ առաքելության զեկույցը երբ նայում ենք, տեսնում ենք, որ այդ զեկույցի մեջ դիտորդական առաքելությունը նշել է հետեւյալը, չնայած քարոզչություն անելու արգելքին, իսկ մեր ընտրական օրենսդրության 23 օրենսգրքի 23-րդ հոդվածը արգելում է դիտորդական առաքելություններին եւ դրանցում ներգրաված դիտորդներին զբաղվել քարոզչությամբ եւ նախընտրական քարոզչություն իրականացնել։ Գյումրու ավականու ընտրություններում դիտարկվել են քաղաքական կողմնակալության դրսևորումներ ԿՀ կողմից հավատարմագրված Հայաքվե դիտորդական առաքելության կողմից, որն ընդգրկել է նաեւ պարլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն եւ երիտասարդական ակումբների դաշնություն ՀԿ-ները, փաստացի հանդես գալով Հայաքվե ազգային քաղաքական միավորման անունից։ Մասնավորապես Հայաքվե դիտորդական առաքելություն եւ վերջինիս դիտորդները չեն պահպանել քաղաքական չեզոքության կանոններ եւ նախընտրական քարոզչության ժամանակահատվածում իրականացրել են ակտիվ քարոզչություն հիմնականում քաղաքացիական պայմանագիր կուսակցության դեմ։ Նույն խնդիրը արձանագրվել է, արձագանքեք կարողանամ շարունակել, էլի։ Շարունակեք։ Շնորհակալություն։ Նույն խնդիրը արձանագրվել է վաղ շաբաթի ընտրությունների ժամանակ, արդեն նախորդ տարվա նոյեմբերին, եւ կրկին ականատես դիտորդական առաքելություն
առաքելությունը եւ նաեւ անկախ դիտորդական առաքելությունը, այս մասին բարձրաձայնել եւ նաեւ կենտրոնական ընտրական հանձնաժողով են դիմել այս հարցով, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարողանա գործողություններ կատարել նշված խախտման հետ կապված։ ԿՀ-ն վարույթ է նախաձեռնել, քննարկել է, վարույթի ընթացքում արձանագրվել են անհատապես բոլոր դիտորդների կողմից արված կողմնակալության, չեզոքության եւ կողմնակալության հետ կապված խնդիրները, այնտեղ ծիծաղելի է, բայց դիտորդական առաքելության ներկայացուցիչ դիտորդները ասել են, որ իրենք չգիտեն, որ դիտորդ են, դրա համար են այդ կանոնը խախտել, այսինքն ընդունել են, որ կանոնը խախտել են, բայց ասել են, որ տեղեկացված չեն եղել, որ իրենք դիտորդ են, չնայած այն բանին, որ դիտորդական կազմակերպության նախագահը նույնպես եղել է այդ ցանկում, բայց ինքը տեղեկացված չի եղել, որ ինքը դիտորդ է, բայց քանի որ ԿՀ-ն հստակ մեխանիզմ չի ունեցել, այդ պահին բավարարվել է նրանով, որ նրանք արձանագրել են, որ իրենք խախտումը կատարել են եւ խոստացել են այլևս չանել։ Շնորհակալություն։ Արուսյակ Մանավազյան, համեցեք։ Կին Ջուլհակյան, իհարկե իսկապես շատ կարևոր նախաձեռնություն է, հատկապես համապետական ընտրություններից առաջ, որովհետև մենք ինքներս, ես նույնպես ուզում եի խոսել հենց այդ դիտորդական ճակերտավոր առաքելության մասին, խոսեմ վերջին ընտրությունները վաղ շաբաթում, որ անցկացվեցին, հիմնականում ամբողջ ընտրական պրոցեսների վրա ստվեր էր գցում հենց այդ ձեր նշած հայաքվե դիտորդական առաքելությունը, ով իր էջում կոնկրետ քաղաքական դիրքորոշում է հայտնում եւ ասում է ինչ նպատակով են իրենք առհասարակ։ Հիմա ուզում եմ հարցս հետեւյալն է, այս փոփոխությունից հետո կենտրոնական ընտրական հանձնաժողովը լիիրավ իրավունք ունի այդ դիտորդական առաքելությունը, ով նաև իր ուղղությունն է նշում կամ իրենց կարող եմ ասել հայաքվե ազգային քաղաքացիական միավորում է, որի նպատակն է կանխել Հայաստանի Հանրապետության կապիտուլյացիան, հասնել, չգիտեմ, իշխանության հեռացմանը, նման գրառումներ են անում իրենց էջում եւ նման միավորումները դառնում են անկախ դիտորդներ, այսինքն լրիվ իրավունք ունի կենտրոնական ընտրական այս փոփոխությունից հետո իրենց չգրանցելու։ Մենք ճիշտ ենք հասկանում։ Տիկին Մանավազյան, կենտրոնական ընտրական հանձնաժողովը իրավունք ունի չգրանցել այն կազմակերպություններին, որոնց անվանումները համընկնում են ընտրություններին մասնակցող, ասոցացվում են ընտրություններին մասնակցող քաղաքական կուսակցությունների հետ, կուսակցությունների դաշինքների հետ, թեկնածուների հետ, եթե դրանք անհատ թեկնածուներ են օրինակ լոկալ ընտրությունների ժամանակ, հավատարմագրելուց հետո էլ իրավունք ունի քաղաքական չեզոքության խախտման դեպքում, եթե դա արել է ամբողջ դիտորդական առաքելությունը, ուժը կորցրած ճանաչել հավատարմագրված դիտորդական առաքելությանը, եւ ինչպես արդեն ասեցի պարոն Եղոյանի հարցինի պատասխան, անհատ դիտորդներին։ Մի կարգավուն, որ այս պահեդրությամբ առհասարակ չկա։ Այդ դեպքում նույնպես կարող է կենտրոնական ընտրական հանձնաժողովը վարույթ հարուցել եւ իր որոշմամբ դիտորդների ցանկից հանել։ Ունեք արձագանք, համեցեք։ Շնորհակալություն։ Հարցերի համար նախատեսված ժամանակը ցավոք ավարտվեց։ Տիկին Ջուլհակյան, հարգելի գործընկերներ, դուք ունեք ելույթների միջոցով հարցեր ուղղելու հնարավորություն եւս, կխնդրեմ անհրաժեշտության դեպքում այդ իրավունքից օգտվել։ Հարակից զեկուցող Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյան, համեցեք։